հանուն նրա, որ Փաշազադեի հրամանը, Ալիևի հրամանը կատարի։ Որովհետև Փաշազադեն ասել է, հայոց եկեղեցին կարող է դառնալ այն ուժը, որ մենք երբ Արևմտյան Ադրբեջանը գրավենք, հայ ժողովրդին կազմակերպի մեր դեմ։ Եվ եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում, ապա նա հայ չէ։ Այն միլիցիոներներ, ԱԱԾ-ականներ, որ գնում եք եկեղեցիներ եք գրավում, որպեսզի Նիկոլը գա, կանգնի այնտեղ քահանաներ, որոնք սրբապիղծ պատարակ եք անում, նեռի ներկայությամբ, դուք բոլորդ պատասխան եք տալու։ Եվ ես շարունակեմ, երբ կաղին կերած խոզը, ազգային ժողովի այդ պատգամավորը, ասում եմ, ժողովուրդ 16,000-ից թոշակը բարձրացել ենք 36,000 շնորհակալ չեք, նախ 36,000 դուք չեք բարձրացրել, հիշենք 2018 թվականի մարտին պարոն Աբրահամյանի հետ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ ինքը ասաց, որ միջին թոշակը պետք է 2019 թվականին 10%-ով բարձրանա, ընդհանրապես թոշակները 10%-ով բարձրանան, միջին թոշակը 2 անգամ պետք է բարձրանա, դա դրված էր 18 թվականի բյուջեում, արդեն այդ ծախսը դրված էր, և երկրորդ բանն ասեմ, տնտեսագետներից մեկը իմ աշակերտը հաշվել էր, եթե 2018 թվականին 16,000 էր նվազագույն թոշակը, այն կազմում էր սպառողական զամբյուղի 61%-ը, ուշադիր լսեք, սպառողական զամբյուղի 61%-ն էր կազմում, հիմա երբ 36,000 է դարձել Նիկոլ Փաշինյանը, կազմում է սպառողական զամբյուղի 32%-ը, սպառողական զամբյուղը 89,000 է, դե 36,000-ը տոկոսայինով հաշվարկեք, սպառողական զամբյուղը, նվազագույն զամբյուղը 89,000 է, այսինքն աննախադեպ թանկացումներ են եղել, աննախադեպ, և այդ թանկացումները բերել են, որ 36,000-ով թոշակառուն, երկու անգամ ավելի պակաս առևտուր կարող է անել, քան 16,000-ով, ահա Նիկոլի տնտեսագիտական ողբերգությունը, որին հասցրել է հայ ժողովուրդը, ուրիշ մի բան ասեմ, ես ապրում եմ Էրեբունի 7 հասցեում, ես մինչև 2021 թվականը գույքահարկ չեմ մուծել, որովհետև 60-ական թվականի հին շենք է, ամորտիզացիոն ծախսերը հանված եղել, գույքահարկը բացառված է եղել այդ տանը, այս տարի պետք է մուծեմ 11,000 դրամ գույքահարկ, հիմա քանի տոկոսով է գույքահարկը ավելացել, 0-ից 11,000, կարելի ասել 11,000 անգամ գույքահարկը բարձրացել է, մեկ դրամ էլ չի եղել, որ գոնե տոկոսով հաշվենք, 0-ից 11,000, նայեցեք, 2021-25 թվականներին գույքահարկը բարձրացել է ըստ տարիների, 25%, այդ ավելացած 25%-ի վրա 30%, հետո 50%, հետո 75%, 35%, այսինքն 275%-ով, եթե շախմատային հաշվում ենք, դառնում է 300%-ով գույքահարկը թանկացել է։ Եվ գիտեք ինչն է սարսափելի, որ այս տարի այդ 300%-ով թանկացած գույքահարկը պետք է թանկանա 100%-ով։ Այսինքն եթե մինչև 21 թվականը 10,000 էին մուծում, հասկանում եք, հիմա մուծում են 300,000, մուծելու են 600,000, ես մոտավորապես եմ ասում, դուք հասկանում եք դա ինչ է, դուք հասկանում եք դա ինչ է, դա թալան է, ժողովուրդ, դա թալան է, և ես մոտավորապես հաշվել եմ, գիտեք այսպես մոտավորապես եմ հաշվել, Հայաստանի Հանրապետությունում կա 50
50 միլիոն քառակուսիմետր տարածք, տնտեսական բնակարանային տարածքներ, վիճակագրական տվյալներից դեռ չեմ վերցրել, ճիշտ մոտորապես եմ ասում, հետո ճշտած ես կվերցնեմ ինչքան տարածքա եւ ինչքան գույքահարկ է մուծվում եւ կասեմ, մոտորապես Նիկոլ Փաշինյանի օրոք տարեկան այս 21-ից 25 թվականներին գույքահարկի միջոցով մոտորապես 5 տրիլիոն դրամ փող է հավաքվել, այսինքն մեր 1.5 տարվա բյուջեի չափ փող է հավաքվել միայն գույքահարկից։ Միայն գույքահարկից։ Հասկանում եք։ Միայն գույքահարկից։ Եվ դեռ ավելին ասեմ։ Վերջերս կարդացի Սամվել Մխիթարյան օգտատերը Facebook-ում մի շատ հետաքրքիր վերլուծություն էր գրել իր իհարկե գրել էր ըստ օդում պատտվող տվյալների, բայց բերեմ այդ դուրը։ Թուրքիան 400 միլիոն եվրո է նախատեսել Նիկոլ Փաշինյանի ընտրությունների համար, որից 100 միլիոն դոլարը պետք է փոխանցվի հունվար ամսին, այս հունվար ամսին պետք է փոխանցվի, հունվար-փետրվար ամսին պետք է փոխանցվի։ Այնտեղ գրված էր TWF թուրքական կազմակերպությունը պետք է փոխանցի օգնության համար Նիկոլ Փաշինյանի համար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ընտրությունների ժամանակ ֆինանսավորվել է Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Հետո կկանգնի մի սուտ կասի այն 211 միլիոն, որ Ադրբեջանը փոխանցել է Հայաստանին։ Այդպես էլ չիմացանք ով էր փոխանցել, ուր գնաց, ով կերավ այդ փողը, բայց Ալիևը հայտարարեց, որ ինքն է Հայաստանի Հանրապետությունում հեղափոխություն արել։ Նիկոլը մի սուտ կասի կանցնի, այդ 100 միլիոններ մի սուտ կասի կանցնի, այդպիսի բան չկա, ով է ասել, բայց իրենք ներքին խողովակներով այդ փողը կստանան։ Եթե օթում պտտվում են այդ խոսակցությունները, ուրեմն դա ճիշտ է, եւ Հայաստանի Հանրապետության ընտրող յուրաքանչյուրը ով գնա ընտրի Նիկոլ Փաշինյանին, ընտրում է յաթաղանը ձեռքին, հաղի կնոջ փորը պատրաստ թուրքի, քարով հայ գլուխը ջարդող թուրքի, 500 երեխաներին կենթանի, թաղող, վրան պարող թուրքի է ընտրում, եթե ինչ որ մեկը Նիկոլ Փաշինյան ընտրի։ Եվ ասեմ, երբ Արդյունաբերության նախարարը իրեն հատուկ անպատկառությամբ, լկտիությամբ կանգնում հայտարարում է, որ լավ են աշխատել իրոնք, ես բերեմ Եվրասիական տնտեսական միության 2025 թվականի վերլուծությունն ու հաշվետվությունը։ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների մեջ Հայաստանի Հանրապետությունը միակն է, որ ապրանքային արտադրությունը նվազել է 0.5%-ով։ Նվազել է 0.5%-ով։ Դա գիտեք ինչ է, դա ռեցեսիա է։ Դա բան չի է, հնայի ցուցանիշ չի, որ հարկերը տուրքերը բարձրացնես, ցույց տաս, որ ապրանքաշրջանը 3%-ով աճել է, հնան 5%-ով աճել է, դա արտադրություն է, դա կառավարում է, դա արդյունք է։ Դու չես կարող անդադ հարկ տուրք բարձրացնես։ Բայց արտադրության բերած եկամուտը անդադ կարող է աճել, որովհետև ինչ պարզ վերարտադրությունից բացի կա նաև ընդլայնված վերարտադրություն։ Դուք դիմեք շատ գրագետ գրզոն, ձեզ կբացատրի ինչ է նշանակում արդյունաբերական ապրանքների արտադրությունը, ընդհանրապես արտադրության նվազումը, դա երկրի ավարտն է, տնտեսական ավարտն է եւ տնտեսական ստրկացումն է։ Ամենտեղ թալան, ավերածություն, ես ասում եմ, Նիկոլ Փաշինյանի թուրքական ապրանքները, թուրքական ապրանք եմ ասում ԿՊ կուսակցության բոլոր անդամներին, որովհետեւ իրենց լոգոն եւ իրենց ֆինանսավորումը, ինչպես նաեւ իրենց կոչերը թուրքական, Թուրքիայից վերցրած կոչեր են եւ թուրքական արտադրություն են նշանակում։ Եվ մի 300 հոգի ոհմակ, որը հարել է դրանց, ավերում են երկիրը, բայց բոլորիդ ասեմ, Նիկոլ Փաշինյանը բոլորիդ օգտագործեց դեն նետես, այսօրվա խմբին էլ է օգտագործելու դեն նետելու, եւ դուք ամաչելու եք ինչ որտեղ նստեք,
կամ տնից դուրս գաք, որովհետև դուք դավաճան հայասպան ազգակործան անհավատ սրիկաների կուսակցություն ու ոհմակ եք։